Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործեք arm.radio.am կայք, լայվն այնտեղ գործարկված է։ Նաեւ կարող եք մեզ հետեւել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով։ Այսօր լսելի է լինելու երիտասարդների ձայնը, որովհետեւ մենք անդրադառնալու ենք երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանն ու տեղեկատվական անվտանգության մշակույթին։ Նոր ձեռնարկի մասին ենք խոսելու այդ ձեռնարկը ինչպես է տեղի ունենում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը եւ այն ստեղծվել է երիտասարդների ձայնը ծրագրի շրջանակում որպես գործնական ուղեցույց։ Այդ ուղեցույցը քայլ առ քայլ ցույց է տալիս թե ինչպես կարող են երիտասարդները մասնակցել համայնքի կառավարմանը, հանրային լսումներին, մասնակցային բյուջետավորմանը, առաջարկներին, մի խոսքով շատ տարբեր բանալիներ են այդտեղ ներառված, որ կարող են օգնել իհարկե երիտասարդներին։ Եվ այսպես մանրամասներ են ներկայացնելու միավորող կամուրջ սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Մնացականյան, բարև ձեզ, եւ միջազգային ծրագրերի համակարգող Նոնա Հովհաննիսյանը, ողջույն։ Միանգամից անդրադառնանք ձեռնարկին, որովհետև բացմանս մեջ էլ հենց խոսեցի ձեռնարկից, ուզում եմ հասկանալ ինչ խնդիր է լուծելու այդ ձեռնարկը եւ արդյոք հաշվի եք առել այս սերնդի մտածողությունն, ընկալունակությունը եւ մեթոդաբանությունը իրենց ավելի մոտ է։ Երկուսիդ է հարցը ուղղված, խնդրեմ։ Ձեռնարկը նախ ասեմ, որ ստեղծվել է երիտասարդների ձայնը ծրագրի ընթացքում, որը որ նախորդ ամիսների ընթացքում Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ենք իրականացրել ու Եվրոպական միության ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էր ձեռնարկը, ու մենք ինչի համար էինք ուզում ձեռնարկ ունենալ, որովհետև մեր իրականության մեջ նմանատիպ ձեռնարկներ շատ կան, բայց մեզ պետք էր այնպիսի մի բան, որը որ կօգներ երիտասարդների հետ աշխատողներին ավելի պրակտիկ, ավելի հեշտ ու ընկալելի ձևով այդ ամեն ինչը մատուցել ու երիտասարդներին մոտիվացնել, որ իրենց համայնքում ավելի մասնակցային լինեն, ավելի անվախ ու անկաշկանդ լինեն, երբ որ իրենք փորձում են մասնակցեն ցանկացած գործունեության, ցանկացած բանի, որը որ համայնքում կատարվում է, ու դրանով իսկ իրենք արդեն սկսեն մասնակից դառնալ համայնքի կառավարման գործընթացին։ Ձեռնարկը ինքը մի քանի բաժիններից է բաղկացած։ Առաջին մասում մենք միջազգային փորձ ենք մի փոքր ուսումնասիրել, հասկանալու համար, թե այլ երկրներում, հիմնականում սկանդինավյան երկրներում, մեր տարածաշրջանի երկրներում ինչպես է ընդհանրապես երիտասարդների մասնակցությունը կարգավորվում։ Հետո արդեն ավելի գործնական մասերի ենք փորձել անդրադառնալ, խաղային հատվածներ ունենք այնտեղ, ունենք գործիքներ, որոնք որ ուսուցանողներին, երիտասարդական աշխատողներին, ցանկացած մեկին, որ երիտասարդի հետ է աշխատում, կօգնեն ավելի մոտիվացնել երիտասարդներին, որ ավելի մասնակցային լինեն ու նաև կկարողանան ավելի ընկալելի այդ ամեն ինչը բացատրեն, հաշվի առնելով ձեր ասածը հիմիկվա երիտասարդների, հա։ Ձեռնարկը ավելի մարդամոտ է, եթե բնութագրենք այդպես, ապա ձեր ներկայացրածով այնտեղ ինտերակտիվություն կար, որ սպասում էի, տեսական, պրակտիկ, հա, այսպես բաժանումներ եք կատարել։ Շատ հասանելի է երիտասարդներին, որպեսզի նրանք էլ ավելի կարողանան ընդգրկվել այդ ամբողջ process-ի մեջ, քանի որ կրթությունը մենք դպրոցներում եւ նմանատիպ կրթական հաստատություններում չունենք, որպեսզի ավելի ծանոթանան եւ ծանոթ լինեն համայնքում կատարվող թե ժողովներին, թե ինչպես կարողանան նրանք մասնակցել այդ ամեն ինչում, ու այս process-ը իրենց շատ մոտ է բերում համայնքին ու համայնքային որոշումներ իրագործելուն։ Հիմա մինչև ձեռնարկը հասնելը պետք է նաև ձևավորենք երիտասարդների մոտ հետաքրքրություն, նախաձեռնողականություն ու ցանկություն, ոգեշնչվածություն։ Եկեք մինչև ձեռնարկը քայլերի մասին խոսենք, որ հետո բերենք արդեն ձեռնարկին նրանց։ Սա շատ կարևոր է։ Հատկապես եթե դա մարզերի մասին է խոսքը, այստեղ պիտի կարողանանք մոտիվացնել երիտասարդներին, ոնց է կանում։ Այս ծրագրի ընթացքում կոնկրետ երիտասարդների ձայնը ծրագրի ընթացքում մենք ունեցել ենք կարողությունների զարգացման դասընթացներ երիտասարդների համար։ Դրա ընթացքում իրանք ավելի մանրամասն ծանոթացել են թե ինչ ընդհանրապես տեղական ինքնակառավարումը, ինչպես իրանք կարող են մասնակցել, որոշումների կայացման գործընթացը ոնց է իրականացվում, իրանց դերը որպես բնակիչ որն է, նմանատիպ թեմաներով, հա, կարողությունների զարգացման դասընթացներն են եղել։ Դրանից հետո մենք մասնակիցներին բաժանել ենք խմբերի, աշտարակ համայնքի մոտ 10 բնակավայրերից երեխեք ունեինք մասնակցող 20 հոգի, իրանք բաժանվել են 4 խմբի ու 4 մենթորների հետ են աշխատել, մենթորներն էլ համայնքի ակտիվ
բնակիչներ, ավականու անդամ ունեինք մենթորների մեջ, իրենք աշխատել են իրենց մենթորների հետ, վեր են հանել իրենց բնակավայրերում առաջարկներ, խնդիրների լուծման մասով առաջարկներ ու նաև ավականու նիստին հնարավորություն ունեցան երեխեքը մասնակցելու, ներկայացնելու այդ առաջարկները, ինչը իրենց համար ոգևորող էր ու ծրագրի նպատակը թերևս երեխեքին սովորեցնելն էր, թե ինչպես կարող են իրենք խնդիրներ վերհանել, ինչպես կարող են առաջարկնել մտածել դրանց ուղղությամբ ու որը ամենաբարդն էր երևի թե իրենց համար, ինչպես կարող են իրենք այդ ամեն ինչը ներկայացնել ավականու անդամներին։ Ու ամենահետաքրքիր մասն էր, որ մենք էլ տեսանք ինչպես են իրենք հերթով իրենց ծրագրերը ներկայացնում Հայմանքապետարանում։ Նաև մարդկանց արձագանքն էր շատ հետաքրքիր։ Զարմացրել են Շատ։ Իմ մոտ տպավորություն է նման ծրագրեր լսելով, իմ մոտ տպավորություն է, որ այս ծրագրերը եկել են նրա համար, որ այս երիտասարդներին պատրաստեն, հենց վաղ տարիքից, որ հետո արդեն երիտասարդները համայնքում զբաղեցնեն կարևոր պաշտոններ եւ այսպես ասած ինքնաբերաբար արդեն ունենան որոշակի փորձառություն, այլ ոչ թե փորձ ձեռք բերեն հնդածած, երբ հայտնվում են պաշտոնին, ճիշտ է՞մ ընկալում։ Շատ հեռու գնացի, բայց իմ մոտ այդպեսի տպավոր, որովհետև երբ նրանք շատ երիտասարդ տարիքից արդեն ներգրաված են լինում այդ աշխատանքներին, հասկանում են, որ իրենք կարող են իրենց ձայնը լսելի է, երբ կարողանում են բացվում են որոշակի դռներ, հա, պաշտոնական դռներ թեկուզ, այս պարագայում արդեն ուզեն չուզեն պրակտիկայի հաշվին ձեռք են բերում որոշակի փորձառություն։ Իրականում ինչ որ չափով այո, բայց նախ եւ առաջ կոնկրետ մեր կազմակերպության համար դա ավելի պատասխանատու համայնքի հանդեպ սիրով լցված երիտասարդ ունենալն է։ Ես հասկանում եմ, որ դուք այդ նպատակը չեք դրել, բայց հա, միանշանակ մենք նաև շատ ենք ուզում, որ այդ համայնքապատկան, համայնքի հանդեպ ավելի պատասխանատվությամբ լցված երիտասարդները վաղը դառնան համայնքում որոշում կայացնողները ու ոչ միայն համայնքում, հա, ընդհանրապես մեր պետությունում դառնան որոշում կայացնողներ։ Իհարկե մենք շատ կուզենք ու թերևս առաջնային նպատակ չի դա մեր համար, բայց բնականաբար ինչ որ մի հատվածում մեր ուղեղի դա կա։ Դե հա, ինքնաբերաբար գնալու է, էլի, այսպես շղթայական կարող ենք ասել։ Դուք ասացիք, որ զարմացրել են երիտասարդները, արդյոք նրանք կարողանում են տեսնել այնպիսի խնդիրներ, որ գուցե մեծերիս աչքից վրիպում է։ Կամ տեսնել այն, ինչ մենք չենք տեսնում, անուշադրության ենք մատնում։ Իհարկե, բայց ինձ թվում է, քանի որ համայնքներում շատ ավելի քիչ են նմանատիպ ծրագրերը, այդ ավելի շատ էր զարմացրել, որ 16-17 տարեկան եւ ավելի փոքր, չէ, 14-ից է, 16-17 տարեկան երեխաները իրենք ամիսների ընթացքում ծրագրեր էին մշակել ու իրենք հպարտությամբ կարողանում էին ներկայացնել, այսինքն եւ գիտելիք ունեին եւ ունեին այսինքն պատկերացնում են այդ խնդիրները, պատկերացնում են, որ կարելի է լուծելի լինել։ Նաեւ զարմացնելու մասով կուզեմ ասեմ, որ օրինակ Օշական գյուղի մասով եւ Ոսկեհատ գյուղի մասով այդտեղ փողոցները բավականին նեղ են։ Այն ժամանակվա սելերի համար են, հա, կառուցված իրանք ու մեքենաների համար են անգամ բարդություն հասնելու, այդտեղ շատ նեղ են կամ որոշ հատվածներում չկան էլ ու աղբամաններ տեղադրելու մասով միշտ խնդիր է, որովհետեւ բնակիչները միգուցե չթողնեն, որ իրենց տան մոտ աղբամաններ տեղադրվեն։ Ճիշտ ասած, գյուղերի եւ այդ մարզային հատվածների մեծ մասում չեմ տեսնում աղբաման, միշտ փնտրել եմ ու չեմ գտել։ Ասել եմ, լավ, այս մարդիկ որտեղ են աղբը նետում։ Ու երեխեքը առանց ասելու կամ առանց մեր մենթորների ուղղորդելու տուն արտուն գնացել էին ու ցանկ էին կազմել, թե որտեղ կարելի է դնել աղբամաններ եւ կարողացել էին ունենալ արդյունք։ Բավականին արդյունք էին ստացել, ցանկ էին կազմել, մենք փոխանցել ենք իհարկե համայնքապետարան ու սպասում ենք, որ պիտի աղբամանները լինեն։ Երեխեքին շնորհակալություն հայտնեցին այդ կարևոր գործառույթը։ Իհարկե, մենք նաեւ հանդիպում ունեցանք այդ ընթացքում մեր համայնքի ղեկավարի հետ ու համայնքի ղեկավարն էլ երեխեքի առաջարկները ու երեխեքին ավելի մոտիվացնող ինքը եղավ այդ փուլում, որ միգուցե դուք կարողանաք գտնել երեխեքն էլ ավելի ոգևորված այդ ամեն ինչը կարողացան անել, ինչը ոգևորող էր բոլորիս համար։ Այստեղ շատ հետաքրքիր մի բան եմ նկատում, այս ոգևորվածությունը, որ առաջանում է երիտասարդների մոտ, նրանք իրենց կարևոր են զգում եւ հասկանում են, որ անելիք ունեն իրենց ծննդավայրում։ Ոնց անել, որ պահել այդ զգացողությունը, ոնց անել, որ շարունակական լինի, այլ ոչ թե ծրագիրն ավարտվեց ու վերջ։ Այսինքն հետո չասի, լավ, այ շատ կարևոր է հետոն, միշտ ստանում են գիտելիքներ եւ այլն, բայց նաեւ պակաս կարևոր չէ, երբ դու ուշադրություն ես դարձնում, որպեսզի այդ հետոն շարունակվի, կիսատ չմնա հանկարծ։
Իրանք ծրագրից հետո մեր ՀԿ-ի անդամ են դառնում ու մենք շարունակական ծրագրեր ենք անում կամ հանդիպումներ ենք անում եւ նմանատիպ այլ ժողովներ, որոնց կարող են մասնակցել ու հետագա ծրագրերի մեջ էլ ներառեն։ Բաց չենք թողնում։ Բաց չենք թողնում։ Բաց չենք թողնում, բայց այդտեղ շատ կարևոր է նաեւ իրանց ցանկությունն էլ մեր պարագայում կոնկրետ, որ մենք Երևանին ավելի մոտ ենք, հա, Հարագածոտնի մարզը ու մասնավորապես աշտարակը, մեր մոտ խնդիրը մի քիչ ավելի այլ կողմից է, որովհետև արդեն ուսանող, հա, դառնալուն պես երեխեքի ամբողջ առօրյան տեղափոխվում է Երևան։ Բայց միևնույն է մնում են տանը, բայց առավոտյան գալիս են Երևան, երեկոյան շատ ուշ հասնում են տուն ու արդեն իրենց համար համայնքում կատարվող ցանկացած բան երկրորդ պլան է մղվում։ Շաբաթ կիրակի ծանրաբեռնեք։ Դե փորձում ենք շաբաթ կիրակի ծանրաբեռնենք ու այստեղ գալիս է այն խնդիրը, որ նմանատիպ ծրագրերի մասնակցում են երիտասարդներ, իրենք ստանում են հմտություններ, կազմակերպությունները աշխատում են այդ երիտասարդների հետ, բայց ինչ որ պահի այդ ներդրումը իրենց տեսքով, մարդկային տեսքով տեղափոխվում է Երևան։ Ու հարցը դառնում արդյոք իրանք նույն պատասխանատվությամբ, որ էին իրենց տեղում, կլինեն Երևանի հանդեպ, թե չէ։ Այդտեղ էլ է, հա, լուրջ խնդիր իմ կարծիքով, որ մենք նախ կորցնում ենք իրենց տեղերում սրտացավ երիտասարդների, պատասխանատու երիտասարդների եւ իրենց ուղարկում ենք Երևան, որ միգուցե եւ իրենք այնքան սրտացավ չլինեն, ինչքան իրենց համայնքի նկատմամբ էին։ Ինչ որ բաներ մտածել եք, մեթոդներ կամ տարբերակներ, որքան էլ կան Երևան, դե մայրաքաղաքը գայթակղի չէ, հնարավորություններն ավելի մեծ են, նոր կրթական աշխարհ, բացում է այլ դռներ, այդուհանդերձ կարողանան կամ ցանկություն ունենան ամուր կապը պահել համայնքի հետ եւ շարունակել աչալուրջ լինել ու փորձել լինել կարևոր։ Իսկ ո՞ւմ մեր օրինակներով ենք փորձում ցույց տալ։ Մեր օրինակով ենք փորձում ցույց տալ առաջին հերթին։ Մենք ինքներս սովորել ենք Երևանում, աշխատում ենք Երևանում, բայց մենք մեր ամբողջ գործունեությունը նաև մեր համայնքների, մեր բնակավայրերի հետ ենք փորձում կապել։ Համայնքային ծրագրերը շատ կարևորում ենք։ Եվ բնականաբար նաև տեսնում եք արդյունքը։ Սա շատ կարևոր է, որքան հասկանում եմ հիմնական ձեր թիրախը երիտասարդներն են, որովհետև հենց նրանք են մեր ապագան եւ այս կերպ արդյոք փորձում եք այս կերպ լրացնել այն բացը, որը դուք եք ունեցել ժամանակին։ Այո։ Իհարկե։ Դուք ցանկություն եք ունեցել, բայց այդ հնարավորությունները չեն եղել։ Կոնկրետ երբ որ ես էի այդ տարիքում, հա, ավելի վաղ երիտասարդության, մեր համայնքում ոչ մի նմանատիպ հնարավորություն չկար իմ համար։ Եթե կային էլ, ապա հասանելի չէին ինձ։ Ու ի սկզբանե հենց մեր կազմակերպության ստեղծման հիմքում այդ գաղափարն է եղել, որ այն հնարավորությունները, որոնք որ եղել են մեզ հասանելի, չեն եղել, դառնան հասանելի մեր երիտասարդների համար ու այն հնարավորություններն էլ, որոնք որ մենք նկատում ենք, որ պետք են, բայց չկան, փորձենք այդ հնարավորությունները ստեղծենք իրենց համար։ Ինձ թվում է հաջողում ենք։ Հա, ինձ էլ է թվում հաջողում ենք։ Ես որ դպրոցում էի, մենք էլ չունենք, մեր համայնքում չունենք նմանատիպ ծրագրեր, ՀԿ-ներ։ Երբ որ արդեն համալսարան գնացի, ծանոթացա Uniting Bridge-ի մեր միավորող կամուրջի հետ, սկզբից անդամ էի, չէ՞, ռաս անդամ եմ, որ կամավոր, հետո անդամ ու հետո արդեն ներգրավվեցի ծրագրերի մեջ ու մնացի։ Եմ հասկացա կարևորությունը, որովհետև եթե մենք համայնքային ծրագրերը չկարևորենք, էլ ինչ պետք է երիտասարդությունը համայնքներում կմնա ուղղակի, չգիտեմ, շատ քիչ հնարավորություններ կան երիտասարդների համար համայնքներում։ Դե դուք ստեղծում եք, էլի։ Հա, դրա համար փորձում ենք ստեղծել։ Դուք եւ ձեր նման մարդիկ տարբեր մարզերում փորձում են լրացնել այդ բացը եւ ենթադրենք ձեր օրինակով գայթակղեցեք երիտասարդներին, հասկանանք ինչ պիտի անի երիտասարդը առաջիկա մոտակա, այսպես ասենք 30 օրում, ինչ քայլեր պիտի ձեռնարկի, ոնց պիտի ձեզ միանա, այստեղ նաև լսում են մեզ ձերոնք գուցե կան մարդիկ, որ դեռ տեղյակ չեն, ոնց են գտնում ձեզ երիտասարդները, ոնց են ներգրավում։ Մեր կազմակերպությունը գտնվում է Օշական գյուղում, այնտեղ մենք բարբերաբար հանդիպումներ ենք ունենում կամ աշխատարաններ, որ երիտասարդների համար միշտ բաց է։ Քննարկումներ, հա։ Հա, տարբեր բնույթի, նաև ժամանցային ինչ-որ հանդիպումներ ենք ունենում, կինոդիտումներ, բացնել եք լրացնել։ Փորձում ենք ամեն ինչին փորձում ենք անդրադառնանք
Ու բացի դրանից մենք այսօր արդեն կմեկնարկենք մեր սոցիալական էջերում, հա, Facebook-ում, Instagram-ում կամ կայքեջում այսօր արդեն կտեղադրվի մեր նոր ծրագրի հայտարարությունը։ Ծրագիրը check it before share it-ա կոչվում, այսինքն ստուգիր մինչև կտարածես։ Ու մեդիա ակումբ ենք փորձել։ Մեդիա գրագիտություն, ճիշտ եմ հասկանում։ Մեդիա ակումբ ենք հիմնելու, փաստերի ստուգման ավելի ճիշտ ակումբ, դա մեր երիտասարդների հենց գաղափարն է եղել ու իրենք են ծրագիրը մշակողը եղել։ Այսօր դրա հայտարարությունը մեր էջում կլինի։ Կարող եմ մի առաջարկ անել։ Իսկ կլինի այդ ծրագիրը նաև անեք համայնքի միջին սերնդի ներկայացուցիչների համար եւս, որովհետեւ ես կարծում եմ, որ իրենք ավելի շատ ունեն մեդիա գրագիտության կարիք, քան երիտասարդ։ Դուք ինձ հետ կարծում եմ կհամաձայնեք։ Մենք միանշանակ համաձայնենք ու այս ակումբի հենց ամենակարևոր շեշտը նա է, որ երիտասարդները միգուցե արդեն իսկ մտածած լինեն դրա մասին։ Իրենք պիտի ակումբ ստեղծեն երիտասարդները ու ակումբի շրջանակներում եթե անգամ իրենք մտածած չլինեն դա մենք անպայման իրենց այդ մենք տեսնում ենք հաճախ միջին սերունդը ինչ նյութեր է տարածում ու հավատում այդ նյութերի իսկությանը այդ գալիս է նրանից որ աղբյուրները չեն ստուգում ուղղակի մեդիա գրագետ չեն ու նորմալ է որովհետև իրենց ժամանակում դա չի եղել եւ սա մեծ բաց է լուրջ որ կարծում եմ կարող են իսկապես ուղղել հենց երիտասարդները ներգրավելով միջին սերնդի ներկայացուցիչներին քանի որ սերունդների մասին խոսք գնաց նախկինում երբ երիտասարդներն ինչ որ բան էին ուզում անեին ասում են նա երեխան էստի տեղը տեկել ես մեզ բան ես սովորեցնում այդ բանը կար Հիմա կարծես թե թեթև փոխվել է եւ կարծես թե մեծահասակները ինչ որ չափ սկսել են լսել երիտասարդներին, գուցե օգնել նաեւ նրանց ոգևորվել երիտասարդների գաղափարներով, արդյոք այդպես են մարզերում եւս։ Ոչ միանշանակ ինձ թվում է։ Դե հա, բնականաբար փոխվել է։ Ես երբ որ հիշում եմ 11 տարի առաջ Երբ որ մենք սկսել էինք ամեն ինչ, այդ ժամանակ մեզ այդպես էին վերաբերում, մենք 12-րդ դասում էինք։ Այո, շատ անլուրջ, բայց հիմա զգում ես, որ փոխվում է այդ ամեն ինչը, ու միգուցե նաև երիտասարդի ասելիքն է փոխվել։ Միգուցե երիտասարդը ավելի ամուր ինչ որ տեղից է խոսում, ավելի փաստահեն է խոսում, ավելի գիտակցված է խոսում։ Այս երիտասարդը ավելի նախաձեռնող է հետո։ Այո, հետո ինֆորմացիայի դարաշրջանը ավելի ինֆորմացված են բոլորը ու այդ ամեն ինչից ելնելով իրենք կարողանում են ամեն բանի պատասխանը ճիշտ ու փաստարկված տալ ինձ թվում է։ Դա եւս օգնում է, որպեսզի մեծահասակները սկսեն վստահել ավելի։ Ու հիմա երիտասարդները ունեն հնարավորություններ շատ։ Մեր ժամանակ չկային այդ հնարավորությունները։ Որը նաև մեդիան է իրենց տրամադրում, որովհետև սոցիալական տարբեր կանալներում տարբեր նյութեր են, որոնք իրենք կարող են ուղղակի կարդալ, սովորել, դիմել, տեսնել, ուրիշի օրինակին նայել։ Ցանկություն է պետք։ Այդ ցանկություններ դուք եք ստեղծում նաև տալով որոշակի գիտելիքներ, ուզում եմ անդրադառնանք Creative Eco School-ին, հասկանանք ինչ են իրենց ներկայացնում։ Դա եւս մեր նոր ծրագրերից մեկն է, որը որ շուտով էլի ծրագրերը, որ ասում եք, մեկը ասացիք, հիմա էլ սա երկրորդն է։ Այո, դա շուտով կմեկնարկենք, դրա շրջանակներում մենք փորձելու ենք ստեղծարար արվեստին մոտիկ, բայց բնապահպանությամբ ու բնօգտագործմամբ մտահոգ առաջնորդներ զարգացնել տնտեսության գաղափարին մոտենք, հա։ Անպայման նաև այս ծրագիրը մեր նախորդ ծրագրերից մեկի շարունակությունն է, այնտեղ մենք սովորում ենք թե ինչպես էլի creative էր կոչվում ծրագիրը ու երեխեքը ճիշտ է։ Ու երեխեքը այնտեղ սովորում էին թե ինչպես թվային պատմություններ ստեղծել, ինչպես գրաֆիկական դիզայների միջոցով ջատագովություն անել ու իրանք շատ հետաքրքիր պրոդուկտներ էին ստեղծել։ Այս մի ծրագրի ընթացքում մենք ունենալու ենք ոչ միայն մեր ճամբարը, հա, իրենց հետ, այսպես ասած, որտեղ որ իրանք կարողություններ կզարգացնեն, այլ նաև իրենք ստեղծելու են էլի կրթական նյութեր մեր կազմակերպության համար շատ կարևոր ծրագրերից մեկն է սա, որովհետև մենք երիտասարդների հետ ստեղծելու ենք սեղանի խաղ, որը որ իրենց կողմից է ստեղծվելու, ոչ թե մեր, եւ նաեւ ստեղծելու ենք հոլովակներ, որոնք որ կտարածեն այն սոցիալական հոլովակներ, որոնք որ կտարածեն այն գաղափարները, որոնք որ երիտասարդները կուզենան իրենց հասակակիցներին հասցնեն ավելի մտահոգ լինելու բնության հանդեպ ու ավելի
տնտեսող լինելու, հա, Խաղը մոտավոր չգիտեք, թե նոր պիտի ստեղծվի։ Բացարձակ Ինչի է ինձ թվում, որ մոնոպոլիայի նման է լինելու այդուհանդերձ հարցաշարերն են փոխվելու այստեղ ինչ որ չափ։ Իրականում երիտասարդները շատ հետաքրքիր մտքեր են ունենում, որոնք մեր մենթորները օգնում են ավելի զարգացնել ու մեծացնել, դրա համար մենք էլ չենք կարող ասել։ Հնարավոր է շատ ինչ որ նոր բան ստեղծեն։ Ես որքան հասկանում եմ, երիտասարդների ողջավորվածությունից ու նրանց հետաքրքիր կրեատիվ մտքերից դուք էլ եք ստանում որոշակի պաշար տեղեկատվության, ողջավորվում, այսինքն այս ամեն ինչը փոխադարձ է։ Մենք ամեն օր ենք սովորում, մեկս մյուսից ինձ թվում է մեկ-մեկ լինում է որ տես քննարկում ենք թիմով ու հասկանում ենք որ ամեն նոր բան որ մենք իմանում ենք դա իմանում ենք մեր երիտասարդներից միգուցե մենք այդ պահին ուշադիր չենք ավելի ուրիշ բաների վրա ենք կենտրոնացած բայց ամեն ինչ երիտասարդների աչքից չի վրիպում ու իրանք մեզ փոխանցողն են դառնում ու հա այդ ծրագրերի շարունակելով կուզեմ մի բան էլ ասեմ կամ եթե կուզես դուք ասես նոն որտեղ դա դե որոշեք ով է ասել քո ավելի հարազատ միջազգային ծրագրերը այս պահի դրությամբ կարող եմ նաև ասել որ մենք երկու միջազգային ծրագրի հայտ ունենք որոնք բաց են դեռ ու բոլոր ցանկացողները կարող են դիմել 18-ից 30 տարեկան երիտասարդների համար է իհարկե տարիքային սահմանափակում մի փոքր ունենք ահա Իսպանիայում երկարաժամկետ 6-ից 12 ամսով ծրագրեր են որոնք եվրոպական խաղաղության կորպուսն է ֆինանսավորում ու ծրագրերի հայտը ամբողջովին բաց են ու մենք սպասում ենք ունենա երիտասարդը որ հայտնվի այդ ծրագրում իրականում ցանկություն միայն ցանկություն մի փոքր լեզվակացություն մի ծրագիրը իսպաներենի իմացություն է պահանջում որովհետև ծրագրի տեսակից կախված հա պահանջները փոփոխվում են մյուսը անգլերենի իմացություն բայց ինչն է կարևոր եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրերում որ իրենք հնարավորություն են տալիս մասնակից երիտասարդներին անցնել լեզվի դասընթացներ նաև ու այս ծրագրերը անվճար են, այսինքն բոլոր ծախսերը, որը որ կամավորի համար նախատեսված են, ծրագիրը հոգում է, միայն կամավորից մեր ժամանակ էր որտեղ բանոր չկային, այստեղ այդ ողոքն է չգնում։ Ու միայն կամավորից հասնում է պատրաստական լինել ու ասել, որ ես ուզում եմ գնալ մասնակցել այդ ծրագրին, այդպիսի ծրագրերն էլ ուրախություն մեզ բավականին շատ են ու հայ երիտասարդների մոտ էլ հետաքրքրությունը բավականին շատ է։ Ստացվում է այդպիսի ծրագրերը շատ են եւ հասանելի ձեր շնորհիվ երիտասարդներին եւ տարբեր այստեղ փաստորեն հիանալի հնարավորություն է դրսի փորձառություն ձեռք բերելու, կրթություն ստանալու եւ հետո այդ ամենը կիրառելու սեփական համայնքում։ Ես որքան հասկանում եմ, եթե դիտարկենք այս գիտելիքների բազան, որ ստանում են երիտասարդները, հետո իսկապես հզոր կարողություններով երիտասարդներ են ունենալու ու հուսանք, որ նրանք ամբողջությամբ պատկերացնելով համայնքային խնդիրներն ու զարգացման տեսլական ունենալով կկարողանան զարգացնել մեր համայնքները, ինչպես որ մենք ենք ցանկանում, հա։ Արդյոք տեսնում եք դա այսպես որ շարժվի երիտասարդների մոտ։ Տեսնում ենք միանշանակ, որովհետև այն երիտասարդների հետ, որոնց հետ որ աշխատում ենք տարիներ շարունակ, մենք դրա արդյունքները տեսնում ենք, տեսել ենք, տեսնում ենք։ Բայց այո, մեր ցավոք սրտի հա մեր հասարակությունում խանգարող հանգամանքները բավականին շատ են։ Մարդիկ են, մարդկային գործոններն են։ Չէ, մեր տղաների դեպքում դա բանակն է, երբ որ բանակից հետո մոտիվացիան նվազում է, աղջիկների դեպքում ընտանիքն է ու դրան զուգահեռ նաև այն բոլոր խնդիրները մարաքաղաքգալը եւ այլն, որոնք որ բոլորիս մոտ գրեթե կան։ Ուղղակի ես ուզում եմ որ մեր երիտասարդները երբեք չհանձնվեն ու այն ամեն ինչը որ իրենց վրա տարիներ շարունակ ներդրում են արել, որովհետեւ ծրագրերին մասնակցելը դա սեփական անձի վրա ներդրում անելը ու իրենք ափսոսան որ այդ ամեն ինչը մի օր իրենք կարող է կորցնեն ջուրը նետեն հա այդ շատ կարևոր է ինձ թվում է ու նաև ուզում եմ որ իրոք բոլոր երիտասարդները սիրեն իրենց համայնքը շատ կարևոր բան եք ասում ինչքան էլ մենք ուզենանք ծրագրերի միջոցով կամ առհասարակ փորձենք այդ սերը սերմանենք միևնույն մենք չենք կարա սեր չեն սովորեցնում ինձ թվում է դա պետքա լինի այո Այստեղ ինձ մի բան էլ է հետաքրքրում նորաձևության հետևից ընկնելով, որքան տեղ ունի ձեր ծրագրերում արհեստական բանականությունը եւ արդյոք դուք նաեւ քաշի եք առնում արհեստական բանականության շատ արագ ներխուժումը մեր կյանք, որը անհնար է առանց դրա եւ նաեւ տալիս եք այդ ուղղվածությամբ գիտելիքներ երիտասարդներին։
Շատ գործիքներ կան, որ արդեն փորձում են կիրառել ծրագրերի մեջ։ Իրականում արդեն տարիներ առաջվանից ոչ թե հենց AI-ը, բայց շատ digital tool-եր մենք արդեն սկսել ենք տարբեր ծրագրերի մեջ կիրառել ու նաև երիտասարդներին սովորեցնել, որ այս գործիքները գոյություն ունեն, այսպես կարող եք աշխատել։ Հիմա արդեն AI-ի հետ արդեն որոշակի նաև AI-ից ենք մի փոքր ներդնում ծրագրերի մեջ։ Եվ այստեղ հաճախ շատերը խառնում են AI-ի գործառույթը, մտածում են իրենց փոխարեն կաշխատի այն պարագայում, որ պիտի լինի ուղղակի օգնական, որպեսզի քո մտածողությունը, քո այս աշխատանքը ուղեղի չբթան ազուտ։ Մի հետաքրքիր բան ասեմ այդ մասով, նոր տարվա օրերին գնում ենք գրասենյակ ու բավականին ուշ ժամ է ու մեր երիտասարդներից մի քանիսը ունեն մուտք, գրասենյակ այն այդ տարածքին մտա այն պահին, երբ որ տոնածառի լույսերն ավառած, լույսերը ընդհանրապես ուրիշ չկա ու լսում եմ, որ երկու հոգի կռվում են իրար հետ, մեկը ասում է ես կոճապղպեղով այդ պեչենիներից եմ սարքել, թխվածքաբլիթներից եմ սարքելու, այն մյուսը ասում է ես դրանից զզվում եմ, ես դրա փոխարեն բլինչիկ կպատրաստեմ ու աշկս ընկավ տենա մեր երկու համակարգիչ միացրած իրար դիմաց դրած երեխեքն էլ հետևը նստած ծիծաղում են իրանք տվել էին արհեստական բանականությանը թե ինչ է սարքելու ամանորին ու նստել էին ուրախանում էին այդ պահին իմ համար այդ այնքան ուրախալի էր որտեղ երեխեքը թեկուզ նման բաներ անելով սովորում են ոնց ճիշտ օգտագործեն արհեստական բանականությունը ու մեր համար էլ շատ կարևոր է որ իրենք օգտագործեն արհեստական բանականությունը անպայման մենք չենք ճիշտ օգտագործեն բանալին ճիշտն է այո օգտագործեն ու ճիշտ օգտագործեն այո որովհետև եթե դու սահմանափակես դրա օգտագործումը իրենք չեն հասկանալու ինչպես օգտագործեն ու մի օր միևնույնն է սկսելու են օգտվել դրանից։ Չէ, եթե մենք ցանկանում ենք համայնքների ակտիվ զարգացում, ապա պետք է օգտվենք բոլոր ժամանակակից գործիքներից, ուղղակի ճիշտ։ Այստեղ նաև դուք խոսում եք երիտասարդների ներգրավվածությանը, փաստորեն թե երիտասարդ ունենա համապատասխան գիտելիք, հստակ իմանա իր կարողությունները, իր իրավունքները, իր հնարավորությունները, դա է պետք։ Նա կդառնա ավելի նախաձեռնող, ունենա որոշակի գիտելիքներ եւ կկարողանա որոշակի հարցեր լուծել ու իր ձայնը լսելի կլինի։ Երիտասարդների մասով հասկացանք վերջին 3 րոպեն է մնացել ես ուզում եմ հասկանալ ինչ ակնկալիքներ ունեք դուք օրինակ պետական մարմիններից, համայնքապետարանի ներկայացուցիչներից, բիզնեսմեններից, ինչու ոչ նաև լրատվամիջոցներից, ինչ գործակցություն եք ակնկալում նրանց հետ, ինչպես եք տեսնում այդ գործակցությունը, որպեսզի ել ավելի արդյունավետ լինի ձեր կատարած աշխատանքը։ Իրականում պետական մարմինների հետ եւ համայնքապետարանի հետ բնականաբար մենք շատ սերտորեն համագործակցում ենք լրատվամիջոցների մասով մեր մարզի պարագայում մենք բավականին բաց ունենք լրատվամիջոցները միշտ չի որ հասանելի են մեր մարզի համար ու նամանավանդ երիտասարդական ծրագրերի համար ինչը մյուս մարզերում զգալիորեն օգնում է այդ process-ի ավելի թափանցիկ ու ավելի հասանելի դառնալուն հա Ձեզնից շատ բան է կախված դուք ձեր ձայնը ավելի լսելի բարձր պիտի լսելի դարձնեք մենք պիտի տեղյակ լինենք ուղղակի եւ դուք կկարողանաք նաեւ խոսել եթե մարզային լրատվամիջոցների բացն է որ Արագածոտնի մարզում կոնկրետ չկա մարզային որևիցե հեռուստաընկերություն եւ մյուս հեռուստաընկերություններն էլ մեր մարզում եթե որևէ ինչ որ ճգնաժամային իրավիճակ չի, ինչ որ մեծ մասշտաբով ինչ որ բան չի, լսաբանել բավականին դժվար է լինում։ Բիզնեսներին շատ լավ բան ասացիք, իրականում դա կարևոր բան է իրականում։ Այո, իրականում մենք շատ կուզենանք, որ բիզնեսները նախ ցանկություն ունենան համագործակցելու նմանատիպ մեր նման հա կազմակերպությունների հետ, ովքեր նմանատիպ ծրագրեր են իրականացնում, որովհետև բիզնեսի սոցիալական պատասխանատվության մի մաս պիտի լինի նաև իր համայնքում երիտասարդների զարգացմանը նպաստելը։ Եվ կարծում եմ, որ եթե հնարավորություն ունենաք ծանոթացնելու երիտասարդներին, բիզնեսմենների հետ եւ լինի ինտերակտիվ կապ, դա եւս կտա երիտասարդներին մեծ փորձառություն ու ինչու ոչ ոգեշնչման եւս մեկ աղբյուր կլինի։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար, ցավոք եթերաժամը սպառված է, բայց մի կարևոր բան կա, որ դուք էլ գալիս եք ու պատմում եք, թե որքան կարևոր աշխատանք եք կատարում համայնքների երիտասարդների համար, մենք էլ այստեղ ենք ոգևորվում, որովհետեւ միշտ խոսում ենք, որ կենտրոնացած է ամեն ինչ մայրաքաղաքում եւ մարզերը ունեն դրա կարիքը։ Ձեզպես նվիրյալների շնորհիվ մարզերում բավականին ակտիվանում են տարբեր մարզերում եւ թող ձեր աշխատանքները ու ձեր գործերը շարունակական լինեն, որովհետեւ դուք դա անում եք հենց երիտասարդների եւ ձեր համայնքների համար։ Իսկապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ։
Իշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին Միավորող կամուրջ սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Մնացականյանը եւ միջազգային ծրագրերի համակարգող Նոնա Հովհաննիսյանը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, մնացեք հանրայինի հետ, եղեք նախաձեռնող եւ փորձեք ցանկացած գործողություններում ճիշտ գիտելիք կիրառել։ Քո ձայնը